Գիտեք, որ ձեր տան պատից կախված հին հայկական գորգը իրականում ծածկագրված տիեզերական քարտեզ է, իսկ հայկական այբուբենը մարգարեական ալքիմիայի բանալի։ Պատրաստվեք ցնցվելու։ Մենդելեևից 1400 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել էր մի համակարգ, որտեղ ոսկի բառի թվային տառերի գումարը ճշգրիտ համապատասխանում է ոսկու ատոմային թվին 79-ին, արծաթի, կապարի ու անագի դեպքում նույնպես։ Ինչպես կարող էին մեր նախնիները տիրապետել քվանտային ֆիզիկայի գիտելիքներին դեռ 5-րդ դարում։ Մենք սովոր ենք տարոյի քարտերին, բայց հայերը ունեցել են իրենց սեփական կանխատեսման համակարգը, հյուսված թելերից ու քարերից։ Մեր գորգերի վիշապները ոչ թե պարզապես նախշեր են, այլ տան պաշտպաններ ու բախտի կանխատեսողներ։ Հնում հիվանդներին պարկեսնում էին հատուկ զարդանախշերով գորգերի վրա, հավատալով, որ այդ սիմվոլները կարող են վերածրագրավորել մարդու ճակատագիրը և բուժել մարմինը։ Հայաստանի տարածքում գտնվող Գեղարոտ բնակավայրում հայտնաբերվել են 3300 տարվա վաղեմության սրբավայրեր, որտեղ գուշակները կանխատեսում էին թագավորների ճակատագիրը ոսկորներով ու քարերով։ Իսկ լսել եք վիճակծեսի մասին՝ 7 աղբյուրի ջուր, 7 քար և աստղերի լույս։ Հնում հավատում էին, որ հենց համբարձման գիշերը տիեզերքի կարերը թուլանում էին, և աստղերը ջրի մեջ գրում էին մեր ապագան։ Դա իրական քվանտային կապ էր մարդու և տիեզերքի միջև։ Ավելին, աշխարհին հայտնի վեցթևյա աստղի ամենահին պատկերը գտնվել է հենց Հայաստանում 5000 տարվա վաղեմության դաշույնի բռնակի վրա։ Մեր տառերը, նախշերն ու սիմվոլները մի հսկա ինֆորմացիոն դաշտ են, որտեղ յուրաքանչյուր կետ ունի իր գիտական և հոգևոր բացատրությունը։ Իսկ հիմա պատկերացրեք, եթե մեր նախնիները կարողացել են ծածկագրել տիեզերքի կառուցվածքը տառերի մեջ, ապա էլ ինչ ապագա իրադարձություններ են թաքնված մեր լեզվի մեջ, որոնք մենք դեռ չենք վերցանել։ Ինչ եք կարծում, հնարավոր է արդյոք լեզվի կամ նախշերի միջոցով փոխել սեփական ճակատագիրը։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։ Ի դեպ, մեկնաբանությունները գրեք հայատառ։ Հիշեցնեմ, որ տարիներ շարունակ իմ բոլոր էջերում հաստատվում են միայն հայատառ մեկնաբանությունները։ Լայքեք տեսանյութը և բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։